Հայաստանում չկա մի պետական պաշտոնյա, որը կարող է ասել, թե քանի մարդ է արտագաղթել Հայաստանից 2013-ի հունվարի 1-ի դրությամբ։ Մենք հանրապետությունից բացակայողի վիճակագրություն չենք վարում։ Պարոն Մնացականյանը միայն մարդահամարների հաշվարկներով կարող է ասել բնակչության աճի կամ պակասեցման թիվը 2001-ից առաջ 3.800.000 էր, 2001-ին 600.000-ով պակաս, 2011-ին ևս 200.000-ով պակաս։ Տարեկան միջին հաշվով մոտ 200.000 մենք աշխատանքային միգրանտներ ունենք, որ գնում են աշխատում են արտերկրում եւ վերադառնում են։ Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանի կարծիքով 2007-ից հետո Հայաստանում ոչ մի հետազոտություն չի արվել պարզելու համար, թե 2011-ի դրությամբ 10 տարվա ընթացքում Հայաստանից քանի մարդ է անվերադարձ արտագաղթել։ Բյուջեն ըստ նրա փող չունի նման հետազոտության համար, սակայն մի քանի ցուցանիշ համադրելով Գագիկ Եգանյանն ասում է, որ 10 տարվա ընթացքում երկրից տարեկան արտագաղթել է միջինը 20-26 հազար մարդ։ Մոտավորապես 260-265 հազար 10 տարիների համար ավելացել։ 10 տարիների համար արտագաղթի ընդհանուր ծավալի գնահատականը։ Պարոն Եգանյանը հիշեցնում է, որ մամուլի մատնանշած արտագաղթողները հիմնականում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին սովորաբար վերադառնում են Հայաստան։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մեջբերում է պաշտոնական տվյալներ, սեզոնային արտագաղթի մեկնասերի ցուցանիշները հանած, վերջին 3 տարիներին երկրից տարեկան մշտապես հեռանում է 50-ից 60 հազար մարդ։ Վերջին 3 տարիների ընթացքում 150.000 մարդ է գնացել, իսկ եթե հաշվի առնենք, որ դրանից առաջ 2 տարի էլ 25,000-ական մարդ է գնացել, ստացվում է, որ 200.000 մարդ 5 տարվա ընթացքում Հայաստանից մեկնել են։ Պարոն Զուրաբյանը չի հասկանում, թե իշխանությունն ինչպես է լավատեսորեն ներկայացնում վիճակը։ Իդեպ ՀԱԿ խմբակցության ղեկավարը դեմագոգիա է համարում Գագիկ Եգանյանի պնդումը, թե բյուջեն փող չի ունեցել վերջին 5 տարվա միգրացիոն հոսքերն ուսումնասիրելու համար։ Վիճակը այնքան վատ է, որ իրենք ուղղակի վախենում են հրապարակել, անուն էլ դնում են, թե իբր կառավարությունից չունեն համապատասխան միջոցներ այդ հաշվարկները կատարելու համար։ Սա աբսուրդ է։ Դրա շատ մեծ միջոց պետք չէ։ Թուղթ ու գրիչ։ Մայր Արշակյանով Սեփով Սեփյանայփ է։